Իշխանությանը մի ռեժիմ, որի համար հայկական օրակարգ չկա, եւ այս ամենը ինչի մասին մենք դուք բոլորս խոսում ենք, դա հետևանք է դրան, այս մարդիկ չեն սպասարկում հայկական օրակարգ, սա է խնդիրը, օրեր առաջ ես հանդիպել եմ բենզալցակայանի պայթյունի ժամանակ անհետ կորած ծնողների, զինվորների, նաեւ քաղաքացիական անձանց ծնողների հետ սարսափելի է վիճակը մարդիկ իրենց հույսը ինչ որ մեկը մեսենջերով ինչ որ տեղեկատվություն է ստանում հիմա մենք չգիտենք այդ հեռախոսը իսկապես իր որդու ձեռքն է որ անհետ կորածա թե ինչ որ մեկի ձեռքն է ընկել ինչ որ մեկը ասում է որ զանգ է եկել ասել են որ ձեր որդին հիմա աղդամում է եւ այնտեղ որպես գերի աշխատացնում են ասելով ոնց որ դուք քանդեցիք աղդամը այդպես էլ պիտի սարքեք ես չեմ կարող այդ ասածների հավաստիությունը 100% ընդունել երբ որ ես ծնողներին ասում եմ այդ ամենը դուք ներկայացրել եք քննչական մարմիններին ասում են այո տարել ենք իրենք ասում են սրանք հավաստի աղբյուր չեն որտեղ տարբեր տեղեկություն եղավ հիշում եք այդ ժամանակ նույնիսկ կադրեր եղան որ ադրբեջանական պետհամարանիշներով շտապօգնության մեքենաներ էին այնտեղ հա բայց առ այս պահը չի հաստատվում որ որևէ վիրավորի ադրբեջանցիները տարել են չենք կարող ասել տարել են չեն տարել որովհետև մենք չունենք իշխանություն որը զբաղվի այդ մարդկանցով հա արդեն ինչքան ժամանակ է անցել չէ ծնողները ամեն օր թակում են քննչական մարմինների պատկա մարմինների դռները ի վերջո այսօր մենք պայթյունից բենզալցակայանի պայթյունից ունենք երկուսը մեկը Գորիսի դիահերձարանում երկուսը Երևանի ընդամենը 3 դիակ այրված որոնցից որևէ մեկի DNT-ն չի համընկնում 22 ուրեմն անհետ կորած անձանց ծնողների DNK-ի հետ այսինքն հասկանալի է չէ որ այդ 3 այրված դիակները որի հետևից որևէ մեկը չի գալի հաստատ են 22-ի որ անհետ կորած են որևէ կապ չունեն բա ինչ եղան այդ մարդիկ ինչ եղան անհայտացան ես անձամբ եմ խոսել MÇS-ի արտակարգ իրավիճակների վարչության Արցախի տղաների հետ ասում են որ վերսիա կա որ այնպես են մոխրացել որ հնարավոր չի ասում են ոչ մենք վերջինն ենք դուրս եկել հիշում եք չէ վերջինը Արցախը լքեցին ԱԻՆ-ի աշխատակիցները եւ միջև վերջի մոխիրը նույնիսկ տոպրակների մեջ լցրած բերել ենք այսինքն դրանով անգամ արված նույնականացումը չի հաստատում այդ 22 մարդիկ տղաներ հայրեր ամուսիններ ինչ են եղել